Դպրոցական բոլոր առարկաներն էլ կարևոր են, բայց առարկաների մեջ կա երկուսը, որը ամենակարևորն է եւ ամենաշատն է զարգացնում մարդու միտքը։ Երկու առարկաներն սկսվում են մտառով՝ մաթեմատիկա եւ մայրենի։ Բայց եթե ինչ-որ մեկը դրանցից մեկին կամ թեկուզ նույնիսկ երկուսին վատ է տիրապետում, չի նշանակում, որ մարդը անգրագետ է։ Ժամանակին մի ծանոթ ունեի, ով ուսումնասիրել էր որոշ հայ գրողների ձեռագրեր։ Եվ ըստ իր ասելու, ձեռագրերում հանդիպել էր եւ ուղղագրական եւ կետադրական սխալներ, բայց ձեռագրերի հեղինակները եղել էին հանճարեղ մարդիկ։ Այս օրինակը երբեմն բերում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր գրում են ռուսատառ կամ լատինատառ, վախենալով, որ կարող է հանկարծակի սխալներ անեն, եւ լատինատառ գրելու պատճառը հիմնականում դա է։ Սա հիշեցի նաև մեկ այլ պատճառով։ Վերջերս 3 թե 3 չէ առաջի օրը համացանցում մեկը մեկին անընդհատ հարցեր էին տալիս ստուգելով գիտելիքները։ Այս բառը ո՞նց է գրվում, այն բառը ո՞նց է գրվում։ Իբրև թե ստուգելու դիմացինի գիտելիքները։ Թե բառը ինչպես է գրվում, մարդը իմանա կամ չիմանա, դրանով չի որոշվում մարդու ինտելեկտը։